Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ողջունում եմ մեր բոլոր հետևողներին։ Գիտեք, իսկապես շատ ծանր ու դժվարին ժամանակներ ենք ապրում։ Հայաստանը մի տեսակ էսպես սահուն դեմոկրատական սկզբունքներից գնում է դեպի բռնապետություն։ Այո, ուրիշ կերպ չես էլ կարող անվանել։ Այնինչ տեղի ունենում այսօր մեր երկրում, անգամ նախկինների ժամանակ դժվար էր պատկերացնել, բայց սա ռեալ կյանքն է եւ մենք իրավունք չունենք այն չներկայացնելու այնպես, ինչպեսին այն կա իրականում։ Եվ իհարկե այս հարցերում ինձ այսօր կօգնի մեր ծրագրի շատ ցանկալի հյուրը Էդգար Ղազարյանը։ Բարև ձեզ։ Պարոն Ղազարյան, ձեր զբաղեցրած պաշտոնների, կոչումների մասին մեր ունկնդիրը քաջածանոթ է, բայց այսօր մենք ձեզ հետ զրուցելու ենք որպես ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնազու Էդգար Ղազարյանի հետ։ Այս իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, դուք սպասում եք։ Ինչ-որ իմաստով կանխատեսելի է, որովհետև ինչպես դուք արդարացիորեն ձեր բացման խոսքում նշեցիք, երբ որ երկիրը գնում է բռնապետության ճանապարհով, այդ ճանապարհին նա դրսևորումներ է ունենում, չէ՞, այսինքն կա բռնապետ, որը քաղաքականապես թույլ է եւ տկար, որը չի կարող դասական քաղաքական մրցակցության սկզբունքներով մրցակցել իր ընդդիմախոսների հետ, դուրս գալ նրանց հետ հավասար սկզբունքներով պայքարի, որովհետեւ չունի գաղափարախոսական ուղղություն, չունի ծրագրեր, չունի կարողություններ պետություն ղեկավարելու, հանրային կյանքում փոփոխություններ անելու համար եւ բնականաբար մյուս մարդիկ նրա դիմախոսները ավելի ուժեղ են գտնվում, քան ինքը։ Եվ քանի որ ինքը այդ արդար քաղաքական մրցակցությանը չի դիմանում, անցնում է հալածանքների, բռնությունների, սկսում է օգտագործել իր պաշտոնական դիրքը ներկա պահի եւ ապօրինի բռնաճնշումներ գործադրել ընդամենը կարծիք արտահայտող մարդկանց նկատմամբ։ Ես էլ եմ դրա զոհերից մեկ։ Ես հիմա մեղադրյալի կարգավիճակ ունեմ կարծիք արտահայտելու համար հուլիսի 21-ին է վերաբերյալ դատական նիստը, որտեղ պետքա վերդիկտ կայացնի դատարանը։ Մեղադրանքը ինձ ընդամենը կարծիք արտահայտելն է, քննադատական խոսք հնչեցնելն է։ Նույնը ավելի պարզ, մարդկային, ոչ մի վտանգ չպարունակող արտահայտության համար, երկու բառի համար, մեր ձևով բառի համար, արդեն 1 տարուց ավել քաղաքական հալածանքների է ենթարկվում ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ եւ դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, հանիրավի, որևէ, ասենք, ապօրինություն չգործած մարդը մինչ օրս գտնվում է տնային կալանքի սահմանափակ ռեժիմում եւ այսօր դատական նիստ կա, որը անդրադառնալու է խափանման միջոցին, հուսանք, որ այս 1 տարվա ապօրինությունից հետո նա գոնե ազատ գործելու, ազատ ուրեմն հարաբերություններ ունենալու, շփումներ ունենալու հնարավորություն կունենա։ Եվ այսպես բոլորի նկատմամբ, տեսեք նրա բոլոր ընդդիմախոսները, ովքեր որ ինչ որ ձևով ընդդիմանում են եւ որոշակի ազդեցություն, հեղինակություն են հասարակության մեջ, բոլորը ենթարկվում են բռնաճնշումների։ Դա վերաբերում է եւ ուժեղ Հայաստանին, եւ Հայաստան դաշինքի ազդեցիկ գործիչներին, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության մենք հիմա այսօրին ենք տեսնում, թե ինչ ապօրինի բռնաճնշումներ են կատարում։ Շուրջ ծավալված այս օրինականությունները պարզապես զարմացում են եւ ինձ համար շատ ցավալի է, որ հատկապես մարզաշխարհի մարդիկ մնացել են ծրտյալ։ Ես գիտեմ, որ ինչ է արել այս անձնավորությունը մեր սպորտի համար։ Նո, բացի դրանից, թե որ ինչ է արել, ինքը նաեւ ֆորմալ իմաստով ներկա պահին հանդիսանում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ։ Եվ նրա նկատմամբ այս ապօրինի գործողությունները հասել են նաեւ օլիմպիական կառույցների ֆունկցիոնալ գործունեության խափանման, այսինքն օրինակ հիմա խափանվել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի գործունեությունը, որը ամենօրյա ռեժիմով աշխատող եւ միջազգային կազմակերպության անդամակցող, այսինքն համաշխարհային օլիմպիական կոմիտեի կառույցը, այսինքն մասը հանդիսանում այդ ընդհանուր համաշխարհային օլիմպիական կազմակերպության։ Ներխուժել են օլիմպիավան, որտեղ որ կանոնավոր ըստ մարզումների պլանի ուսումնավարզական հավաք են անցկացնում եւ մարզումներ են իրականացնում մարզիկներ, այդ պայմանները ստեղծված այդ իրանց համար, մրցաշարերին նախապատրաստվելու համար,
այդ թվում եւ օտարազգի մարզիկներ։ Հիմա հարցը չի առաջանում, ինչի է խոչընդոտվում նրանց գործունեություն։ Միայն այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը հիվանդագին պատկերացումներ ունի իր ընդդիմախոսների նկատմամբ, չէ՞։ Խաթարվել է Օլիմպիական կոմիտեի եւ նրա կառույց հանդիսացող մարզաբազայի ֆունկցիոնալ գործունեությունը։ Էլ չասեմ, որ բազմաթիվ առևտրային կազմակերպությունների, որոնց սեփականատերը ամբողջությամբ կամ massam հանդիսանում է Գագիկ Ծառուկյան։ Այսօր առավոտյան տեղեկություններ կան Արարատ ցեմենտ գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին, այսինքն մի քանի 100 մարդ զրկվել են աշխատելու հնարավորությունից միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հիվանդագին պատկերացումներ ունի քաղաքական հարաբերությունների մասին։ Այսինքն մասնավոր առևտրային ձեռնարկություն, որը Հայաստանի համար, այդ թվում հիմա երբ որ լայնածավալ շինարարություն է իրականացում եւ Հրազդանի ցեմենտի գործարանի չաշխատելու պարագայում միակ ցեմենտ արտադրող ընկերությունն է, որը իր հերթին ապահովում է շինարարական գործունեությունը հարյուրավոր այլ ընկերությունների այնտեղ աշխատող մարդկանց համար, չէ՞։ Եվ իր հերթին այդ ձեռնարկությունը ունի տեխնոլոգիական առանձնահատկություններ, այսինքն այնտեղ կան տեխնոլոգիական process-ներ, որոնք չեն կարող դադարեցվել։ Նրանք աշխատում են անխափան անընդհատության ռեժիմում։ Հիմա ասենք մի հատ անկապ ինչ-որ քաղաքացիական հարաբերություններով Պարսկաստանի մի քաղաքացի փորձել է Գագիկ Ծառուկյանին վնաս տալ, ոնց որ ես հասկանում եմ, տենց է եղել այդ գործի։ Այո, շինծու երթական։ Ու ասենք Արարատ ցեմենտի 700 աշխատողի մեղքը որն է։ Էլ չասեմ Ծաղկաձորում այնտեղ հանգստյան գոտի կա, հյուրանոցներ կան։ Այդ մարդիկ գնացել են հյուրանոցում հանգստանալու, փողը վճարել են, գնացել են Ծաղկաձորում հանգստանալու, եւ իրավապահ մարմինները գալիս են ասում են դուրս եկեք ձեր սենյակներից։ Ինչի՞ ինչ արել որ դուրս գա։ Լեգիտիմության գագաթնակետ։ Այդ մարդը ինչի՞ պիտի իր հանգիստը ընդհատի, ինչ մեղքագործ է այդ մարդ։ Ասեք Ծառուկյանը ենթադրենք այդ ընկերության սեփականատերն է, հետո հենց իրավաբանորեն սեփականատիրոջ գույքը ընկերության գույքի ծառան այդ ընկերությունը իր համար կանոնավոր գործունեություն է իրականացնում։ Ինչեք խափանում դրա գործունեությունը, խափանում մարդկանց հանգիստը։ Ու տենց հազարավոր մարդկանց է դա վերաբերում։ Էլ չասեմ, ասենք այդ մենք տեսանք այդ կադրերը ներխուժելու, չգիտեմ, ձերբակալելու, գետնին տապալելու, չէ՞։ Ասենք ում եք դրանով ինչ ցույց տալի։ Դա պարզ է, չէ՞, որ 20 հոգի կամ 10 հոգի հատուկ ծառայության աշխատակիցներ, զինված, հատուկ իրանց միջոցներով, չէ՞, հարձակվեն մի մարդու վրա, 70 տարեկան մարդու վրա, շատ հանգիստ կարան տապալեն գետին։ Հետո ասենք դրա սխրանքը որն էր, դրա քաջագործությունը որն էր, դրա իմաստը որն էր։ Մարդը եթե նույնիսկ որևէ քրեական գործում ունի մեղադրյալի կարգավիճակ, օրինակ ինձ որ ես մեղադրյալի կարգավիճակ ունեի, չէ՞, ինձ քննիչը զանգել է հեռախոսով։ Ասելա ձեզ ժամը 8-ին հրավիրում ենք, նույնիսկ էտել չի էլի հրավելուց, պիտի պաշտոնապես ծանոթագիր ուղարկվի, չէ, տեղեկություն պատշաճ պիտի լինի։ Բայց դե մտածում ասում դժվար էլի սուտ չի լինի, էլի որ մարդը զանգի, չէ, ասի ես քննչական կոմիտե Երևան քաղաքի վարչության ծանր հանցագործությունների բաժնի քննիչ եմ, եկեք քննչական նշում եք։ Մտածել եմ որ ճիշտ է, գնացով համոզվել եմ որ հիմա հրավիրել են, ես էլ ներկայացել եմ, չէ։ Այդ դուք Ծառուկյանին մարդեր սպանել, դեպքի վայրում էր եղել, դաժան իրավիճակ էր, պիտի փախն կարեք նորմալ ծանոթագիրը տայեք ոստիկանության Աբովյանի կամ առնջի տեսուչին, չէ, տաներ իր տունը հանձներ, ասեր ձեզ վաղը ժամը 11-ին հրավիրում են քննչական, քանի անգամ եք հրավիրել, որ ինքը չի ներկայացել, որ նման գործողություն եք անում, վերցնում եք հարյուրավոր ԱԱՑ աշխատակիցներ, տարածքը փակում եք, ներխուժում եք, ասեք այդ մարդուն չեք տապալում գետին։ Դա մարդը, որը որ եկեղեցիներ է կառուցել, որը հայ առաքելական եկեղեցու բարձրագույն շքանշանին արժանացել հենց դրա եկեղեցաշեն գործունեության համար։ Նա մարդը, որ հայրենիքի մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի շքանշան ունի, առաջին աստիճանի մեդալ ունի, 2 պատվո շքանշան ունի, չէ՞, այսինքն պետական բարձր պարգևներով գնահատված ազգային ժողովի մի քանի գումարումների падգամավոր քաղաքական կուսակցության ղեկավար, ասենք, ոնց կարելի է, պիտի մարդու նկատմամբ գործողություն անելուց նաև պետք է այդ մանավանդ որ ինքը այդ բային ոչ մի վտանգ չի ներկայացնում, դիմադրություն ցույց չի տալի։
Կամ եթե նույնիսկ դուք ծառայողական նկարահանում եք իրականացնում, ով է ասում, որ այդ նկարահանման կադրերը պիտի հրապարակվեն, չէ՞, նկարել եք ձեր համար, թե դուք գործողությունը ոնց եք անում, որպեսզի կցեք գործի նյութերին։ Մատ ուզում եմ անամ այդ տեսանյութի հրապարակելու շարժառիթը, նպատակը, հանրային շահը որն է, ինչի համար եք դա անում։ Ում եք ինձ, մեզ եք վախեցնում, հա, որ ասենք թե Ծառուկյանի պես մարդուն կարան տապալ են գետնին, ուրեմն կարան տապալ են նաև Էդգար Ղազարյանին։ Էդգար Ղազարյան վախեցի։ Ուրեմն հանկարծ դու Նիկոլ Փաշինյանի մասին խոսալուց քննադատաբար չխոսես, որովհետև քեզ էլ կարան։ Դա չէ դրա նպատակ։ Ուրիշ ինչ նպատակ կարա դա ունի։ Այսինքն վախես տարածում դրանով։ Պարզ չի, որ հիմա ասենք թե ցանկա ես էլ ասեք գնես չէ էլի, որ ես իմ այտենց ֆիզիկապես ես իմ ինձ էլ հենց նույն ոստիկանները ազգային ժողովի ընդունանից դուրս եմ եկել 6 հոգով հարձակվել են վերես, տապալել են գետնին, վերցե տալ են, հետո դասիկ դրա իմաստը ո՞րն է։ Այդ ինչ պահանջեցիք ինձնից, որ ես չարեցի, որ այդ գործողությունը արեցիք։ Ինչ եք ուզում եք ասեք, որ այդպես մեծ սխրանք է գործել, նույն ստորաբաժանումը ԱԱՑ-ի, որ այդ գործողությունը կատարել է։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 20 թվականին ասում էր, որ 44 օրյա պատերազմին հատուկ առաջադրանքի են ուղարկել, վախեցել են գնան։ Չեն գնա Հայաստանի ԱԱՑ-ի հատուկ ստորաբաժանման այդ ծառայողները, ովքեր որ Ծառուկյանին առինջին տապալ իրա տամե, ասեք Ծառուկյանը իրա տամեջ տապալել 20 հոգով, դա կարեիք անեք, արել եք։ Իսկ պատերազմի ժամանակ որ պիտի մարտական խնդիր լուծեին, վախեցել են անեն։ Դե վախոտների հատուկ ստորաբաժանում եք, գնացեք Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիները փակել են։ Դենամ կարակ գնաք այդ նույն ձևի Ադրբեջանի սահմանապահ զորքերի կոմանդո նշանակության զինծառայողներին տապալ եք գետնին, այդ ձեռնաշղթաները, դնեք ձեռերը, տեսակ չէ՞, Ծառուկյանի ռազմերով է չէր։ Դրել են իսկ չէին կարացե փակես, թե որ չպիտի ձեռնաշղթան կոշկեք էլի։ Այդ դրա իմաստը որն է։ Գիտեք, պարոն Ղազարյան, իսկապես սարսափելի է վախի ատելության մթնոլորտը այսօր կարծես կամ ասենք այն խեղճ կենթանիները ձեզ ինչ են արել, ասենք առուց սատկացնելու հաճույքը որն է, էլի, որ մարդը իր տանը պայմաններ է ստեղծել, լավագույն ձևով դրանց խնամել է տարիների ընթացքում։ Չասեք հիմա գնացիք այդ կենթանուն սատկացիք, ձեր օգուտը, դրանից ձեր բավականությունը, հաճույքը, ինչու՞մ է կայանում։ Այնտեղ հիմա գրում են, որ մի շարք այլ կենթանիներ կան, որոնց այդ պահպանման վայրերը արգելափակված են, այդ կենթանիներին ոչ թույլատրում են կերակրել, ոչ, ասեք այդ կենթանիներին տանջելու այդ հիվանդ մտածողության շարժառիթը որն է, էլի։ Կամ ասենք գնացել ես մարդու տնից, այդ խրտվիլակները դրանք ոնց ասեմ, էլի դեկորատիվ բան, ոնց որ տնից վազը վերցնես տանես, էլի։ Ասենք դա խո կենթանի չի, չէ՞։ Այդ խրտվիլակ ենթադրենք գայլի խրտվիլակ։ Էդի արգրավում ես, տանես, որ ինչ պարզես դու դրանից։ Ասենք գայլի որսը ոչ միայն մեր երկրում արգելված չի, այդ պետությունը խրախուսում է, ասում է ամեն մի խոցված գայլի համար կարծեմ 100,000 դրամ է, ինչքան է որսորդներին պետությունը, որովհետև գայլերը ժենա 3 չէ Գորիսում մտել էին բնակավայր, 6 մարդու էր մի հատ գայլը վնասել, այդ թվում 2 երեխայի։ Այսինքն գայլին խոցելը, խոցում ես տանում հազմ ես, պետությունը փող է տալի որսորդներին դրա համար։ Հիմա ասենք գայլի խրտվիլակը արգրավելուց ինչ եք դրանով ցույց տալի, ինչ կարակ անեք։ Պարզա չէ, որ այս ամեն ինչը միայն ու միայն քաղաքական շարժառիթ։ Հիմա այդ նույն Ծառուկյանի խո մենք այսօր չենք ճանաչում։ 2 տարի առաջ ինչի՞ այդ նույն բաները չէիք անում։ 2 տարի առաջ ընտրություն չկար, ինքն էլ քաղաքական process-ներին տենց շատ մեծ ակտիվություն չէր ցուցաբերում։ Այսինքն կարելի է որ իր տանը առյուծել լինի, գայլի խրտվիլակել լինի, ամեն ինչ էլ կարելի է որ լինի։ Հարացեմենտ է, ամեն ինչ կարելի է։ Այն պահին, երբ որ ինքը հայտ է ներկայացրել, որ ընտրությունների մասնակցի, գնում է մասնակցում է, իր 4%-ը հավաքում է, դուք իրան իր ձայներից զրկում եք, ինքը բողոքարկում է, արդեն դառնում է անթույլատրելի։ Գիտեք, շատ ցավալի փաստեր եք ասում եւ հասկանալի է, որ այս ամենը այնքան ճշմարտացի են, որ անգամ դրա մասին կասկած լինել չի կարող։ Բայց տեսեք, արդեն մի քանի օր է այսպես տարածվել է իբր ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացուները մասսայաբար հրաժարվում են, չեն ուզում մանդատ վերցրեն,
ինչ որ արդեն վախի մթնոլորտ է այնտեղ եւ թիմը ներսից քայքայվում է։ Ինչ կարող եք ասել այս մասին։ Ճիշտ հակառակը ուժեղ Հայաստան կուսակցությունում եւ դաշինքում տրամադրությունները ճիշտ հակառակն են, գնալով թիվ ավելի է ամրապնդվում եւ ընտրություններում ունեցած ըստ էության այս մեծ վստահությունը հանրության, որ մենք ստացանք, չնայած այս մեծ բռնաճնշումների պայմաններում, հնարավորություն է տվել ընդամենը 4 ամիս առաջ ստեղծված կուսակցությանը կարճ ժամանակահատվածում լինել Հայաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր կուսակցությունը եւ ունենալ ամենամեծ ընդդիմադիր ներկայացվածությունը խորհրդանում եւ սրան հասնել նաեւ մեծ բռնաճնշումների, մեծ հալածանքների հետևանքով, որին ենթարկվել է կուսակցության ղեկավարից Սամվել Կարապետյանից սկսած մինչեւ գրասենյակների շարքային աշխատակիցները։ Եվ դա այս տրամադրությունը ավելի ոգևորում, ավելի ուժեղացնում ամրապնդում է մեր թիմը։ Իսկ ինչ վերաբերում այդ տեղեկատվության մանիպուլյատիվ մեկնաբանությանը, ընդհանրապես ինչա տեղի ունեցել, արդեն քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը, այսինքն ընտրությունների արդյունքները թողնվել են անփոփոխ, հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է հանձնի մանդատների բաշխման որոշման, այսինքն մանդատներ հատկացնի այն գործիչներին, ովքեր կուսակցության ցուցակում առաջադրված են։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր որ մեր դաշինքի համամասնական ցուցակում չեն զբաղեցնում այն տեղերը, որոնք որ անցողիկ շեմում են, այսինքն ուժեղ Հայաստան դաշինքը ըստ այս փաստի, այսինքն այս ընտրախախտումների հետևանքով, մերնից գողացած քվեների հետևանքով այնուամենայնիվ ունենալու է 29 падգամավորական տեղ։ Հետևաբար մյուս տեղերը զբաղեցնող գործիչների մեծ մասը ըստ տրամաբանության падգամավոր դառնալու հնարավորություն չունեն, բայց նրանք падգամավոր չեն կարող դառնալ այլ կուսակցական գործունեությամբ, այլ քաղաքական գործունեությամբ կարող են զբաղվել։ Այն մարդիկ, ովքեր բացարկի դիմումներ են ներկայացրել, նրանք 90 համարից վերև համարում տարբեր համարների տակ տեխնացուներ են, այսինքն նրանցից ոչ մեկը այդ մինչև 29 համարում չէր, որ ինքը բացարկի դիմում ներկայացրած լինի, թիմը լքելու մտադրություն ունենա։ Այդ որոշումը ընդ որում կայացվել է կուսակցական մակարդակում, խորհրդակցությունների արդյունքում մեր թիմակիցների ուժը, կարողությունները, հնարավորությունները քաղաքական կուսակցական պայքարի այլ ոլորտներում արդյունավետ կերպով օգտագործելու նպատակով, այսինքն այսպես թե այնպես ենթադրենք 168-րդ համարը այս պահին падգամավոր չէր դառնում, չէ՞։ Հետևաբար նրա բացարկի դիմումը մանդատից հրաժարվելու մասին չի, այլ կուսակցական, այլ գործունեությամբ, այլ աշխատանքերում ընդգրկվելու մասին, այսինքն թիմում պառակտման մասին այդ մեկնաբանությունների ներկայացումը դրանք լրիվ ավելորդ են, թիմը շատ կազմակերպված է, շատ ամուր, վճռական տրամադրված եւ մենք պատրաստում ենք մեր հետագա պայքարի հաջորդ փուլերին միասնաբար։ Պարոն Ղազարյան, առաջիկա շաբաթներին, ամիսներին ներքաղաքական ինչպիսի զարգացումների մենք կարող ենք ականատես լինել։ Դե արդեն ցավոք սրտի Բարգավաճ Հայաստան կուսակցությունը զրկվեց իր 5 մանդատներից, ԿՊ-ն գողացավ այդ մանդատները։ Ցավոք սրտի Սահմանադրական դատարանը այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց անփոփոխ, եւ դա նշանակում է, որ առաջիկայում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը կայացնի մանդատներ հատկացնելու վերաբերյալ եւ կհրավիրի ազգային ժողովի առաջին նիստը։ Նախորդ նիստը ազգային ժողովի 5 տարի առաջ եղել է օգոստոսի 2-ին։ Այս տարի օգոստոսի 2-ը կիրակի է, ենթադրվում է, որ անդրանիկ նիստը ազգային ժողովի կլինի օգոստոսի 3-ին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունում որոշում է կայացվել չհրաժարվել մեր 29 падգամավորական տեղերից, մանդատներից։ Նմանատիպ որոշում է կայացրել նաև Հայաստան դաշինքը իր 12 падգամավորական տեղերի վերաբերյալ, այսինքն ընդդիմությունը խորհրդանում ներկայացված կլինի 41 падգամավորներով։ Եվ մեր դաշինքը, Ուժեղ Հայաստան դաշինքը պատրաստվում է պայքարի մի մասը տեղափոխել ազգային ժողով։ Մենք մինչև հիմա զրկված ենք եղել ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունից եւ հիմա միանգամից ունենք 29 падգամավորական մանդատ
մեր ժողովրդի ձայնը եւ մեր հետագա պայքարը նաեւ ազգային ժողով տեղափոխելու եւ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նաեւ այդ գործիքակազմը օգտագործելու համար։ Իսկ ազգային ժողովը դա մեր երկրի այն միակ քաղաքական մարմինն է, որը ձևավորվում է միակ համապետական ընտրությունների արդյունքում, եւ քանի որ կառավարման մոդելը մեր երկրի խորհրդարանական է, մեր երկրին վերաբերող բոլոր հարցերը, այդ թվում նաեւ վարչապետ ընտրելու եւ վարչապետին պաշտոնից հեռացնելու հարցերը որոշվելու են ազգային ժողովում։ Մեր օրակարգը գլխավոր օրակարգային խնդիրը Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից հեռացնելն է։ Հիմա մենք պետք է նայենք, թե սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով ինչ հնարավորություններ ունեն падգամավորները այդ խնդիրը լուծելու համար եւ մեր հետագա քաղաքական պայքարը առաջնահերթորեն միտված է այդ խնդրի լուծմանը։ Բացի դրանից մեր երկրի առջև ծառացած են նաեւ այլ մեծագույն վտանգներ։ Հենց վերջերս 3 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն է խոսել Հայաստանի նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին, որով հստակ նշելով, որ դրա պահանջը անկախության հռչակագրից հրաժարումն է, սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի անվան տակ նոր տարածքների, այդ թվում նաև այսպես կոչված անկլավների հանձնումն է Ադրբեջանի, որը ադրբեջանական պահանջներ է։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում կա իշխանություն, որը իդեմս Նիկոլ Փաշինյանի կատարում է ոչ թե հայ ժողովրդի պահանջներն ու ցանկությունները, այլ Ադրբեջանի նախագահի պահանջներն ու ցանկությունները։ Եվ մենք պետքա փորձենք մեր իրավասությունների շրջանակներում, նաև ապավինելով մեր ժողովրդի հասարակության աջակցությանը, փորձենք խափանել նաև այդ ապազգային ապօրինի գործողությունները։ Դրա համար ինչպես ուժեղ Հայաստան դաշինքի առաջի համարի տեխնացուն Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել, մենք մեր պայքարը շարունակելու ենք փորձելով զուգակցել, համակցել փողոցային պայքարը խորհրդարանական գործունեության հետ, այսինքն հանրությանը հուզող խնդիրները մենք բարձրաձայնելու ենք եւ որտեղ որ կարիք ունենանք ժողովրդի աջակցությանը, մենք կհրավիրենք մարդկանց փողոցային պայքարի խորհրդարանում մեր գործունեությանը դրսից աջակցություն ցուցաբերելու համար։ Դա չի լինելու ինքնանպատակ, որպես զբաղմունք, որպես ուղղակի ֆոն գործունեության ստեղծելու, եւ ոնց որ Սամվել Կարապետյանն ասել, դա պիտի լինի ըստ նպատակային նշանակության մի անգամ այն կարևոր անգամը, որը կբերի խնդրի լուծման։ Տեսեք, ձեր ակտիվությունը, ինչպես նշում են վերլուծաբաններից, քաղաքագետներից շատերը, կարող է բերել նաև նոր ռեպրեսիաների, այսինքն ուժեղ Հայաստանը այ իր ակտիվությամբ չի դնում արդյոք իրեն հարվածի տակ եւ պատրաստ եք դուք այդ ռեպրեսիաներին։ Այո, դա ցավոք սրտի այդպես է, բայց մենք դրանից չենք խուսափում։ Հենց 3 պարզ դարձավ, որ դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմում է ներկայացրել մեր դաշինքի առաջի համարի տեխնացու Նարեկ Կարապետյանի դեմ քրեական վարույթ նախաձեռնելու թույլտվություն տալու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դա հետա վերադարձրել, որովհետև արդեն կարգավիճակը падգամավորի տեխնացուի փոխվել է, բայց սա վկայում է, որ հիմա թիրախում է հենց ինքը մեր դաշինքի առաջի համարի տեխնացու Նարեկ Կարապետյանը, ել չասեմ, որ շարունակում են ձերբակալված մնալ մեր դաշինքի համամասնական ցուցակի մի շարք падգամավորի տեխնացուներ, այդ թվում եւ 4-րդ համարը զբաղեցնող անցողի շեմում գտնվող պարոն Դավիթ Ղազինյանը, ձերբակալված են, հետախուզման մեջ են գտնվում նաև կուսակցական կազմակերպական աշխատանքի բավականին ազդեցիկ գործիչներ, որոնք մեծ կշիռ ունեն կուսակցության աշխատանքների ղեկավարման կազմակերպման հարցերում, եւ սա այո վկայում է այն հալածանքների մասին, որոնք եղել են եւ որոնք կարող են նաեւ լինել ապագայում։ Բայց դա մեզ մեր պայքարից ոչ մի կերպ հեռու չի պահում, մենք դա չի լինելու պատճառ, որպեսզի մենք հրաժարվենք մեր ժողովրդի վստահությունից եւ պայքարը առաջամարտիկ լինելու, առաջին հարվածը մեր վրա վերցնելու եւ նաեւ դրանով իսկ մեր պայքարը շարունակելու մեր վճռականությունից եւ մտադրությունից։ Այո, մենք թիրախում ենք, ոնց որ եւ մյուս բոլոր ընդդիմադիր ուժերը, մենք ավելի շատ հաշվի առնելով մեր ավելի մեծ կշիռը, ավելի մեծ ազդեցությունն ու հեղինակությունը,
բայց մենք չենք վախենում այդ ամենից, այդ ռեպրեսիաներից, որովհետև մեր նպատակը հակառակն է։ Իշխանությանը ոչ թե իշխանությունից վախենալ, այլ իշխանությունից հեռացնել նրանց, ովքեր որ իրականացնում են այդ ապօրինությունները մեր ժողովրդի նկատմամբ։ Դե դուք հասկանում եք, որ դա հեշտ չի լինելու եւ իհարկե ցանկացած առիթով իշխանությունները պատրաստ են ձեզանից յուրաքանչյուրին կոտրել, չգիտեմ, բայց բարեբախտաբար այսօր, ինչպես դուք նշեցիք, ուժեղ Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ բոլորը համախմբված են իրենց առաջնորդի կողքին եւ պատրաստ են բոլոր տեսակի դժվարություններին։ Ճիշտ է այդպես։ Դե ես կարծում եմ առաջիկայում իհարկե մենք կհետևենք բոլոր տեսակի զարգացումներին, դուք էլ որպես մեր ծրագրի ցանկալի հյուր, բարբերաբար կուզենայի մեզ հյուրընկալվեք, կիսվեինք, որտեվ պարոն հավատացեք, մարդիկ ոչ միայն հավատում են ձեզ ու վստահում, այլ սպասում են բարեփոխումների։ Հայաստանը չի կարող դառնալ բռնապետություն։ Այո։ Մենք ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի մեր ժողովրդի հետագա աջակցության, մենք արդեն ստացել ենք մեր ժողովրդի աջակցությունը, վստահությունը, ինչը պարտավորեցնող է, ինչը որ ավելի մոտիվացնող է հետագա գործունեության համար եւ ես հուսով եմ, որ մեր միասնական ջանքերով մեզ կհաջողվի տապալել այս բռնապետական ճշնամական ռեժիմը եւ վերականգնել մեր պետության անվտանգությունը, խաղաղ գոյակցությունը եւ մեր ժողովրդի բարեկեցությունը։ Դե ինչ, մաղթում եմ ձեզ ամենայն բանին։ Շնորհակալ եմ շատ։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորության տեխնացու Էդգար Ղազարյանին, ում հետ պայմանավորվեցինք առաջիկային բարբերաբար հանդիպել։ Հուսանք, որ մեր երկրում այնուամենայնիվ շատ կարճ ժամանակահատվածում ամեն ինչ կկարգավորվի։ Իսկ այսօր այսքանը, ցտեսություն։